Ասմարյան եղբայրներն Արցախում հաստատվել եւ հողագործությամբ զբաղվում են նախորդ տարվանից։ Հիմնականում մշակում են այնպիսի բույսեր, որոնք մեր երկրի համար կարելի է նորություն համարել՝ ցիտրուսի, կակտուսի, խաղողի եւ ձիթենու տեսակներ։ Ամբողջական նկարագիրն ավելի մեծ է։ Փոխարենը ձմռան շեմին ջերմոցների հարցն է թիրախում։ Ասում են, որ այս ծմերը ցուրտ է լինելու, իսկ ծառերի մեծ մասը դակավին երդասարդ են, փոքրն եւ Սիրիայից եկել են։ Դա մեզ մի քիչ վախեցնում է, բայց հույսով ենք, որ ծմերը կանցնի։ Նախ որ մեր այս դնգիները ամեն ապահովենք, ներքևը տնենք, երկրորդ որ սկսենք ծմերնային պատրաստություններու կալ դարվա դնգիները պատրաստելու համար կամ զանազան շտիլները պատրաստել։ Ասմարյանների Բերքաձորի դաշտն է, գյուղի անունն էլ կարծես հուսադրող է։ Եկամտի մասին դեռ վաղ է խոսել կեսկատակ կեսլուրջ, ասում են սիրիահայ եղբայրները, բայց հուսով են, որ Բերքաձորում բերքն այնքան էլ չի ուշանա։ Հովիկ եւ Վրեժ Ասմարյանները Սիրիայից ավելի քան 16000 տնկի են ներկրել Արցախ, որպես առաջին ձեռքբերում մատնանշում են տնկիների աճը։ Ասում են տեղի կլիման այս մշակաբույսերի համար բարենպաստ է։ Այդ բաները, որ Ղարաբաղ չկա, ուզեցինք նոր սորտեր բերել եւ Ղարաբաղ ունենա իր նոր սորտերը։ Որքանով բերկադու են լինելու, դա ժամանակը ցույց կտա, բայց դե որ դոգոս աթրույքով կարողացել են այդ ծառերը գպչել հողին, դա լավ նշաններ ունի, ասենք Սիրիայում լավագույն ցուցանիշերը, ասենք 175-ը կոդնգած ծառերի եթե գպչեց հողին, դա արդեն բարձր ցուցանիշ է։ Իսկ Ղարաբաղի բարակային մենք այստեղ մոտավորապես կարող ենք ասել 190 ծառերը գպչեն հողին, որը գերազանց նշան է։ Այս տարի թեկուզ քիչ, բայց բերք ունեցել են։ Փոխարենը ավարտվող գյուղատնտեսական տարվա կատարածն են առանձնացնում։ Վրեժ Ասմարյանը փորձում է օր առաջ ավարտել ջերմոցների շինարարությունը։ Մնացած տնկիների ճակատագիրը որոշվելու է այստեղ։ Հաջորդ գյուղատնտեսական տարում ստիպված են տնկիները եղածով բազմացնել ու տեղափոխել Արաքսի հովիտ։ Սիրիական պատերազմի հասցրած վնասն էլ Արցախում հաստատված եղբայրները հիշում են ամեն քայլափոխի։ Մի մասը կարողացանք դուրս բերել, մյուս մասը արդեն մի քանի ամիս առաջ մեզ լուր եկավ, որ թալանվեց։ Մոտավորապես 20,000 ծառ ունեինք զեթուն, դա լրիվ թալանվեց, ունեինք մոտ 2000 ծառ ֆիստաշկի թալանվեց։ Եվ դակավին դրա վրա ավելցա, որ այդ ինչ որ ունեինք, մեծ մասը թալանվեց։ Բայց նորեն հույսերնից չեն գդրած, մինչև վերջին վարյան աշխատենք։ Մեր հաջորդ քայլը վիդելա, որ այն ինչ որ կարողացանք բերել, դա բահբանենք եւ կարողանանք իրեն նոր դնգիներ պատրաստել, որ մեր ուժերով մեծանանք։ Սիրիայում կառավարական ուժերի եւ ապստամբների միջև բախումները շարունակվում են, իսկ պատերազմի հետևանքով հայրենիքում հաստատված ասմարյան եղբայրներն էլ ազատ ու անկախ Արցախում շարունակում են կառուցել ու ծառ տնկել։ Նպատակ ունեն առաջիկա 2 տարիներին տնկիներ առաջարկել նաեւ արցախցի մշակներին։ Համոզված են, Արցախում ունեցածը չեն կորցնելու, մնացածն էլ ժամանակի հարց է։ Դեվ դա է պատճառը, որ քեզ ավելի ուժ գուտա, որ ավելի լավ աշխատես։ Դի գնման է իշխանին, որ գերտա բարձիկ թակավորինքով հողին դա գտնեն բարսկական հող, իսկ մյուս քորքին դա գտնեն հայկական հող, որ բարսկական հողին վրա գքալե ավելի մեղմ ցևով գխոսի, իսկ որ հայկական հողի վրա գքալե ավելի ուժեղ եւ ավելի բինդ կլինի, նույնա մեր բարական։ Այստեղ շատ հանգիստ ենք, շատ ուրախ ենք, կպայ որ մենք մեր հայրենի հողի վրա ենք։ Գիտենք, որ ամուր բինդ հող է այլևս, մեր դագեն մեկը չգրնա շարժել, ադե ամենակարևորն է։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, օր։